Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում չկան ազդեցության գոտիներ եւ չկան անձինք, ովքեր կունենան X մարզում, X քաղաքում, գյուղում ազդեցության ինչ-որ լծակներ, հնարավորություններ։ Իմ ազդեցությունը այդ տարածքում կարող է այնքանով լինել, ինչքանով որ ես այդ մարզից եմ, այդտեղ եմ ապրում։ Իսկ ինչ վերաբերում է ընտրությանը, ընտրությունը կազմակերպվել է թափանցիկ, ժողովրդավար, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համեմատած 2021-ին, եթե չեմ սխալվում, ավելի քան 1000 ձայնով ավել է ստացել, բայց մյուս ուժը ավելի մրցակցային գտնվեց եւ ավելի շատ ձայն հավաքեց, որի համար ես նրանց շնորհավորում եմ։ Վստահ եք ձեր հաղթանակում կարծես եւ ԿՊ շտաբի մոտ բավականին աժոտաժ էր, մենք ինքներս ներկա եղանք, դա ֆիքսեցինք եւ արդյունքում նման արդյունքներ, ինչ կասեք սրա մասին, ես արդեն նշեցի, սպասել է։ յուրաքանչյուր արդյունքի հետ պետք է հաշվի նստել, պետք է հարգել քաղաքացիների տված քվեն, ձայնը, նրանց որոշումը եւ շարժվել առաջ։ Նորմալ է, ընտրությունները դրա մասին են, այսինքն մարդիկ ներողություն։ Ինչ հետևություններ է կանում այս պարտություններից։ Այսինքն ժողովուրդը այլևս այն վստահությունը, որ ուներ 2018 թվականին, այլևս չունի։ Ես չեմ կարծում, որ ժողովուրդը այլևս այդ վստահությունը չունի մեր նկատմամբ։ 2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ մենք հաղթանակ ենք տանելու։ Կներեք, բայց ձեր գործընկեր Վիլեն Գաբրելյանն ասաց, որ 2026-ին դուք պարտվելու եք։ Տեղյակ չեմ Վիլեն Գաբրելյանը ինչ է ասել, ես մի բան կարող եմ ասել, որ այն ծրագրերը եւ զարգացման այն ծրագրերը, որոնք որ մենք իրականացնում ենք, հաճախ կարծում եմ մեր ամենամարտահրավերային կողմերից մեկը այն է, որ մենք այդ ծրագրերը պետք է ավելի արդյունավետ կարողանանք ներկայացնել, հաճախ նաեւ նույն խոշորացված բնակավայրերում բնակավայրերի բնակիչների ոչ բոլոր ներկայացուցիչներն են բնակավայրերի տեղյակ, թե ինչ ծրագրեր կան, ինչպես են դրանք իրականացվում, ինչ զարգացում է դա ենթադրում, կարծում եմ այստեղ կա աշխատանք։ Պարոն Մկրտչյան, ձեր համայնքում ԿՊ-ն պարտություն կրեց։ Սա արդյոք ցույց չի, որ վստահություն չունեք, թե դուք, թե ձեր ներկայացրած քաղաքական ուժը։ Դուք որ ֆակտոր TV։ Էական է, իհարկե, էական է, թե ես ում հետ եմ զրուցում։ Ես ասում եմ, որ սա մեր հաջողությունն է, որ մենք կարողանում ենք Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել, որտեղ որ ձեր ասած ազդեցության գոտիները չկան եւ ժողովրդի քվեն հարգվում է եւ մենք հաշվի ենք նստում այդ քվեի հետ։